Ժամը 18-ն է Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, ես Անինեմ Զաքարյան, բարի երեկո։ Մենք անջատում ենք լրատվական աղմուկն ու ձեզ մատուցում միայն չեզոք և առանց անձնական մոտեցման լրատվություն։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում։ Արմեն Աբազյանը պաշտոնանկ արվեց այսօր։ Տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, իսկ առավոտյան ազգային ժողովի մոտ ճեպազրույցում վարչապետն ասել է, որ իր կառավարման օրոք ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն ամենաերկարը զբաղեցրած Աբազյանին պարզապես հանգստի հնարավորություն է տվել։ Գործարար Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցելու հայտարարությանը վերագրվող հետևանքների և մեջբերում եմ իրենց ձևերով հարց լուծողների վերաբերյալ վարչապետը խոսեց ազգային ժողովի բակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Վարչապետի ուշադրությունից չվրիպեց նաև հեցի ստեղծած, ինչպես ինքն է բնորոշում, էներգետիկ ճգնաժամը։ Վարչապետն արդեն տվել էր հանձնարարական, որ մեկ ամսվա ընթացքում կամ ժողովրդին հասցված վնասը փոխհատուցվի, կամ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացվի։ Թե ինչ տրամաբանական շղթայով են կապվում Հայաստանի էլեկտրական ցանցերը, ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը և Հայ առաքելական եկեղեցին, դիտենք ռեպորտաժում։ Եւ կառավարության միջև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների հասցեին, ինչպես նաև Մայրաթոռի արձագանքներն ըստ վերլուծաբանների ձևավորում են նոր ճակատ արժեքային եւ ինստիտուցիոնալ դիմակայության դաշտում։ Ես Հայ առաքելական եկեղեցուն եւ Մայրաթոռին չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Վարչապետի խոսքով նա ունի հիմքեր նման կերպ արտահայտվելու առաքելական եկեղեցու ծառաների հասցեին, իսկ ծառաները նրա խոսքով այս հայտարարությունները, որոնցում կոնկրետ մեղադրանքներ կան, չեն վիճարկում։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Մենալուրջ է ձեր հայտարարությունը։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն։ Փաշինյանը նաև նշում է, որ իր դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են Հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որոնք հենց եկեղեցին արդարադատության նախարարությունում գրանցել որպես Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրք։ Այս գրքերի մեջ է սահմանված, սրանք Հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Արմեն Աբազյանը ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, քանի որ Փաշինյանի խոսքով Աբազյանն էլ ունի հանգստի իրավունք, եւ այս որոշումը կապ չունի Սամվել Կարապետյանի կալանավորման կամ Հայ առաքելական եկեղեցու հետ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային անվտանգության։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն Վարդապետ։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Փաշինյանի վկայությամբ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին անվտանգության խորհրդի մի քանի նիստ է հրավիրվել, թեև հաղորդագրություններ չեն եղել։ Բայց նրա խոսքով այդ նիստերը չեն նշանակում, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Նա պնդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանական թևի իր կողմնակիցները Սամվել Կարապետյանի հայտարարությունը գնահատում են որպես Ռուսաստանից իր իշխանության դեմ սկսված հիբրիդային պատերազմ, վարչապետը նշել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի եւ կառավարության ղեկավարի հետ։ Ես չեմ կարող հավատալ, որ նրանք
Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած։ Փաշինյանը վստահեցրել է, որ ունի բոլոր կարողությունները կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Իդեպ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ իսրայելա-իրանական լարվածության սրման 6 օրերին օմբուդսմենների միջազգային համաժողովում կրկին օրակարգ է բերել արևմտյան Ադրբեջան կեղծ նարատիվը, համաժողովի մասնակիցներին ուղղված նամակում նշել է այդ ծրագրի իրականացումը որպես խաղաղության պայման։ Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման եւ մարդու իրավունքների հաստատման էական պայման է։ Սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել եւ մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական, հոգեվոր ժառանգությունը, այդ թվում հուշարձանները, մզկիթները եւ գերեզմանատները ոչնչացվել են։ Պատմական արդարությունը պահանջում է ապահովել այս մարդկանց խաղաղ եւ անվտանգ վերադարձը հայրենիք։ Այժմ ուղիղ կապ ենք հաստատում իմ գործընկեր Մերի Դանիելյանի հետ, նա այս պահին հենց դատարանի մոտ է գտնվում, որտեղ հավաքված են նաև Սամվել Կարապետյանի աջակիցները։ Տեսնենք, թե ինչ հարում լուրեր կան այս պահին։ Մերի, ողջույն, ինչ տեղեկատվություն կարող ես հաղորդել մեզ այս պահին։ Այո, Անի, ես քեզ լսում եմ, մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են ծափահարություններով այստեղ հավաքված մարդիկ իրենց աջակցություն հայտնում Սամվել Կարապետյանին։ Ես հիշեցնեմ, որ մենք հիմա դատարանի դիմաց ենք, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ կալանքի քննության միջնորդությունը։ Աջակիցներից հայտնել են, որ դատն ընթացքի մեջ է, թե երբ է սկսվել եւ երբ կավարտվի, այս մասին տեղեկություններ չկան։ Նշեմ, որ մեծաքանակ աջակիցներ են այստեղ, որոնց մեջ նաեւ քաղաքական դեմքեր, հոգեվորականներ եւ նշեմ նաեւ, որ տեղում են մեծաթիվ ոստիկանական ուժեր, այդ թվում կարմիր եւ սև բերետավորներ։ Հավաքվածներից ոմանք պատասխանել են լրագրողների հարցերին, այս պահին առաջարկում եմ կարճ դիտենք նրանց ամփոփ մեկնաբանությունները։ Այս պահին դիտելու ենք Վանեցյանի ճեպազրույցից հատված։ Ուղղակի աբսուրդ։ Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ Facebook-յան գրառումը ավելի շատ է ընկնում սահմանադրական կարգի տապալման հոդվածի տակ, քան Սամվել Կարապետյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, երբ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որ 10 հոգանոց խմբեր ենք ստեղծում եւ գնում ենք քրիստոնեաբար եւ սիրով վեհապարին հանենք վեհարանից։ Հիմա ուզում եք ձեր փորձենք, հիմա ձեր եթերում ես նույնը հայտարարեմ վեհապար եւ վեհարան բառերը փոխարինեմ վարչապետ եւ կառավարության շենք, մինչեւ ստեղից հասնեմ իմ մեքենան, ինձ արդեն կձերբակալեն եւ կբերեն այս դատարան։ Այս իշխանություններից գիտեք, ամեն ինչ սпасելի է, ամեն անգամ մենք մտածում ենք, որ ավելի վատ բան, ավելի ցածր արարք չեն կարող անել, բայց հասկանում ենք, որ միշտ իրենք կարողանում են անել այնպես, որ մենք միշտ զարմանանք։ Քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, ով կլինի ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարար, դատախազ, դատավոր, բոլորի դեմքին կպցնում եք Նիկոլ Փաշինյանի դիմակը ու բոլորին դիտարկում եք այդ տեսանկյունից։ Այժմ Մերի հետ նորից կապ հաստատենք, Մերի այլ տեղեկություններ կան, այս պահին ավելի կարևոր։ Անի, այս պահին որևէ թարմ տեղեկություններ չկան, ես միայն հավելեմ, որ մենք տեղում ենք եւ ուղիղ կապով աշխատում ենք, կարող եք հետևել հետագա նորություններին տեղյակ լինելու համար։ Շատ լավ, շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ այս պահին մենք կապ էինք հաստատել իմ գործընկեր Մերի Դանիելյանի հետ, աջակիցների ճեպազրույցներից եւս հատվածներ դիտենք։ Մենք եկել ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից մեր հոգևոր եղբայրների հետ մեկտեղ որպես հոգու պարտք բերելու մեր զորակցությունը
մեր ազգային մեծագործ բարերարին Հայաստանում ստեղծվում է Սուլտանի ինստիտուտ, մենք հիմա կունենանք Սուլտան, որը կարողանա երբ ուզի, ում ուզի բանտարկի, ում ուզի մեղադրի, որ ինչ-որ հեղաշրջման կոչեր են արվել, որոնք տեղի չեն ունեցել։ Եթե այսպես շարունակվի, մի քանի շաբաթ հետո կարող է պահանջ ներկայացվի Թուրքիայի կողմից, որ որոշ եկեղեցիներից հանեն խաչերը, քանի որ դրանք ադրբեջանական եկեղեցիներ են, աֆղանական, նույն բանը ինչ որ արվում է Ադրբեջանում 300,000 ադրբեջանցի իր ճանապարհի վրա կարող է լինել շուտով, Սյունիքը կարող են զիջել, այսինքն այս մարդը կարծում է, որ նա կարող է անել այն, ինչ որ նա ուզում է։ Դա շատ վտանգավոր է։ Մեր ընտրությունն է այսօր, մենք հանդուրժենք, որ մենք դառնանք բռնապետություն եւ կորցնենք Հայաստանը, թե ոչ։ Հիմա էլ ասում է, թե իբր Փաշազադեի կոչով չի հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը սկսել, բայց փաստացի մի քանի օր տարբերությամբ կատարում է Փաշազադեի հրապարակային հրահանգը։ Այնպես որ իրենց ասելուն ոչ մեկ չի նայում։ Այսօր ինքը ինչ է ասում, ցույց տալով Սամվել Կարապետյանի օրինակով Հայաստանի բոլոր քաղաքացիներին ինչ է ասում։ Ասում է, եթե դուք կցանկանաք միջամտել այն թուրքական ծրագրին, որի համաձայն պիտի Հայաստանի Հանրապետությունը ապամոնտաժվի եւ հանձնվի Թուրքին այնպես ինչպես Արցախն է հանձնվել, դուք միջամտելու իրավունք չունեք եւ միջամտությունը ձեր սեփական երկրի գործերին, ձեր հայրենիքի գործերին դատապարտելի է նիկոլական, էստրկական համակարգի կողմից։ Եթե մտնում ես մի դիրքորոշում ես արտահայտում, պետք է հասկանաս ամբողջ պատասխանատվությունը։ Չնայած դիրքորոշումը ավելի շատ մարդկանց ճիշտ ուղու դնելու դիրքորոշում էր, բայց բոլոր զարգացումները, ինչպես մենք ասել ենք, մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին։ Ուզում եմ ելի ասեմ, որովե քաղաքական աջենդա չի մերը, քաղաքական ուղի չի մերը, այս պահին մենք ինչ ունենք, դա մեր եկեղեցուն, թող հանգիստ թողեն իրանք։ Ես շատ փոքր մարդ եմ ինչ որ բաներ աս다, անգամ իր ազգան մտալուց երբեմն ես մտածում եմ, տամ թե չտամ։ Այդքան ես իրան հարգում ու սիրում եմ։ Նիկոլ Փաշինյանը խնդրում եմ մի հարցեր։ Արցախում Սամվել Կարապետյանին գովեց եւ կարծես նրանց տեսել եմ։ Բա հիմա ի՞նչն է խնդիրը, որ կանգնել էի պաշտպանությունը։ Չեմ կարող ասել, միգուցե իրան հարցնեք դա։ Ձեր կարծիքով։ Չեմ կարող ասել։ Կան բաներ, որ ակնհայտ մենք տեսնում ենք եւ հետո հակառակն ենք տեսնում, չեմ կարող որևէ բան ասել։ Իմ Արցախը հանձնեցին են կալան արվորում, հետո ինչ է։ Դե կարծում եմ դա ինչ որ նպատակ ունի։ Խնդրում եմ շատ խորացված ինձ հարցեր մի տվեք։ Ես ուղղակի այստեղ եմ մինչև վերջ լինելու պարոն Կարապետյանի կողքին։ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ Սամվել Կարապետյանը հարցազրույցի ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն Հայաստանի սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։ Նա ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան, վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Իսկ այս պահին եկեղեցու սպասավորներն են հավաքվել դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին։ Ինչպես արդեն նշեցինք, այնտեղ են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը երեկ մինչև ուշ գիշեր եղել է իրադարձությունների կիզակետում Կարապետյանի առանձնատան մոտ։ Դիտենք ռեպորտաժը։ Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։ Քննչական կոմիտեի մոտ հավաքվել են գործարարի աջակիցները։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել, քննվելու է Ավանի եւ Նորքի ընդհանուր իրավասությունների դատարանում։ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 40 վայրկյանանոց հայտարարություններ իշխանությունների զայրույթն առաջացրել, թե որն է լինելու Կարապետյանի մասնակցությունը, բացատրություններն ըստ Նիկոլ Փաշինյանի քննչական կոմիտեն կտա։ Մոմ վառելու հետ կապված կարծում եմ կարող է իր ձևով հարցերը լուծելու մասին հայտարարություն անողը կարող է այդ մասին ցուցմունքներ տալ, բացատրություններ տալ։ Facebook-յան իր էջում դեռ երեկվանից է հայտարարություններ անում Փաշինյանը։
Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործներն ինչու են ակտիվացել։ Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդմիշտ։ Վարչապետը օրվա մեջ պարբերաբար նոր հայտարարություններ էր անում։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ ստահակ, ավելի ճիշտ ձեզ։ Բա միջամտի արա, ինչ ես չուլանում պահկվել։ Երեկոն տանն անցկացրեց Սամվել Կարապետյանը շրջապատված համախոհներով, հարազատ բարեկամներով, որոնք եկել էին աջակցելու գործարարին։ Այնտեղ էր նաև Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը։ Նա ասում էր, հավաքվել են ազգային անվտանգության ծառայությանը դիմավորելու։ Դե ինչ ճնշում էլ ուզում ալն է, երբ որ հիմնական հենասյունն է վտանգի տակ դրած, էլ ինչ ճնշում։ Գան սաղից տունը մտնեն նոր հասկանանք ինչ է կատարվում։ Իշխանական տարբեր մակարդակներում ու ամբիոններում էին գործարարին մեղադրում։ Ինչ է սա նշանակում։ Եթե ոչ, Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության դեմ բռնության գործադրման, այսպես ասած, ավետում, հա։ Առավոտյան Փաշինյանը հայտարարեց. սպառնալիք կար Կարապետյանի ասացի մեջ։ Ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Սամվել Կարապետյանին աջակցող հայտարարություններն էլ չուշացան։ Աջակցող հայտարարություններ են արել Մայրաթորը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը Իգոր Կրուտոյը, Վլադիմիր Սոլովյովը, Ռուսաստանաբնակ հայ եւ ռուս մի շարք գործիչներ։ Նույնիսկ Կալուգայի հեռուստատեսությունը, որի մեկնաբանները փնտրում էին Փաշինյանի մատնանշած Նիժնի Տապր գյուղը եւ չէին գտնում։ Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես դատապարտեց եւ ամոթալի համարեց այս երևույթը։ Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր հայրենիքի զարգացման հետ։ Իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձություններին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ ժամանակ համաձայն էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Փաշինյանն այլ կարծիք ունի։ Հոսանքի անջատումները կարծում է ժողովրդի ներսում դժգոհություններ առաջացնելու համար են։ Քեցի հետ փոխկապակցվող Կարապետյանը այդ մասին կարծիքն ասաց գիշերը ժամը 3-ին, երբ նրան ձերբակալել եւ ուղեկցում էին բաժին։ Պետք ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ ամեն ինչ լավ ալնելու։ Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է։ Փաշինյանն առավոտյան հայտարարությամբ այդ ասածին էլ արձագանքեց։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Մի քանի օր էին ստուգումներ են նաև Կարապետյանին պատկանող ընկերությունների Տաշիր պիցայի մասնաճյուղերում։ Մենյուից մի քանի ուտեստների մեջ խնդիրներ են հայտնաբերվել։ Սիմոն Հովանեսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Եկեղեցի վարչապետ համացանցային երկխոսությունը շարունակվում է։ Փաշինյանն այսօր էլ իր ընթերցմամբ Սաղմոս է հրապարակել եւ կուսակրոնության թեմայով նոր գրառում արել։ Եկեղեցու դեմ եմ դուրս եկել, թե նրա սրբությունները պղծողների։ Հարցրել է նա ու մեջբերումներ արել հայ եկեղեցու կանոնագրքից, որտեղ սահմանված են հոգևորականների կարգալույծ լինելու պայմանները, հանգամանքները, կուսակրոնության ուխտի պահպանման կանոնները։ Քո քաղցր օրհնությամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզված պսակ դրիր նրա գլխին։ Կյանք խնդրեց քեզնից եւ նրան տվիր երկար օրեր հավիտյանս հավիտենից։ Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկությամբ։ Փառք ու պարծանք կդնես նրա վրա։ Օրհնության մեջ կհաստատես նրան հավիտյանս հավիտենից, կուրախացնես նրան քո երեսի խնդությամբ։ Ազգային ժողովի ելույթում եկեղեցուն ընդգրկուն անդրադարձավ նաև պատգամավոր Մարիա Կարապետյանը, դիտենք։ Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ, այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։ Ընդդիմությունը եւս զերծ չի մնացել հոգևոր թեմայով մեկնաբանություններից։ Եթե վարչապետը սոցիալական հարթակներում Սաղմոս էր տեղադրել, ապա Հայաստան դաշինքից Արմենուհի Գյուրեխյանը տերունական աղոթքի իր տարբերակը հնչեցրեց ազգային ժողովի ամբիոնից։ Ալեն Սիմոնյանն էլ առաջարկեց հաջորդ ելույթում աղոթքն ամբողջությամբ ասել, քանի որ այս անգամ լրիվ չասաց, որովհետև լրիվ դեռ չեն սովորել։
երկիրը թշնամուն հանձնելու ծրագիր է։ Սա ձեր իշխանությունը երկարացնելու ծրագրի բյուջեի կատարողական է։ Դուք ի վիճակի եք պատասխանելու միայն մեկ հարցի. ինչպես ավելի արագ կործանել Հայաստանը։ Եվ ես միշտ ասել ու ասում եմ, դուք պարզապես սխալ չեք գործել, դուք գիտակցաբար եք երկիրը հասցրել այս վիճակի։ Եվ վերջում, դադարեցրեք ձեր կեղտոտ արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Առաքելական եկեղեցու հետևորդները դա ձեզ երբեք չեն ների։ Ձեզ հանդուրժելու ժամանակն այլևս անցել է։ Երկրի փրկությունն ու ապագան գտնվում են նրանց ձեռքերում։ Նրանք գալիս են ու գալու են իրենց ձևով մասնակցելու երկրի փրկության գործին։ Այս ճշմարտությունը ձեր դատավճիռն է։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր համար մի բան է բամբասանքի ժանրը եւ բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը, որն իր առջև է։ Որպես հայ եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգեվոր կյանք, ինձ համար հարցեր, թե ինչպես պետք է ես վերաբերվեմ այս ամեն ինչին եւ ինձ համար պարզ էր, որ պետք է վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների, ասել է նա։ Ընդ որում այսօր խոսում են նաև ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելինս, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետև 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են Եվ այսինքն ոչ մի վերապահում նրան չկա, որովհետև իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետևյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բայց ինչի է ղեկավարում։ Այժմ Իրան-Իսրայել հակամարտությանն անդրադառնանք, Մերձավոր Արևելքում լարվածությունների ալիքը շարունակում է ակտիվանալ։ Իսրայել-Իրան հակամարտություն օր 6-րդ։ Կողմերը թարմ ու ավելի հզոր ռազմատեխնիկայի կիրառման են անցել։ Գիշերն Իսրայելի ուղղությամբ հարձակվել են հիպերձայնային Ֆաթահ-1 հրթիռներ, նաև ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական եւ միջուկային օբյեկտներին, այդ թվում Թեհրանի, Սպահանի եւ Նաթանզի շրջակայքում։ Իրանի հրթիռային համակարգերը ոչնչացվել են, իսկ Իրանը պատասխան հարված է ավերելով Իսրայելի Մաուրի ավիաբազան, որտեղ տեղակայված էին ամերիկյան THAAD համակարգերը։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի համբերությունը հատում է, Իրանի առաջնորդ Ալի Խամենեին էլ հայտարարում է, պատերազմը սկսվում է։ Աշխարհի ցնչող խաղաղության ու կրակի դադարեցման կոչերի ֆոնին ամեն օր Իրան-Իսրայել հրթիռային հարվածների ինտենսիվությունը միայն աճում է։ Իրանը հարվածել է Երուսաղեմին ու մի քանի այլ խոշոր թիրախների եւ հայտարարել, թե այս հարվածները վերջին օրերի ամենահզոր ու լայնածավալ հարձակումներից էին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարվածել են Թեհրանին։ Ըստ Reuters-ի իսրայելական կողմը կրակ է բացել Գազայում բեռնատարներից օգնություն ստանալու փորձ կատարող ամբոխի վրա, որի հետևանքով ըստ բժիշկների զոհվել է առնվազն 59 մարդ, վիրավորվել 221-ը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Իրանը ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին։ Ըստ իրանական իռնագործակալության վերջին հարվածների ժամանակ օգտագործվել են Ֆաթահ հրթիռների առաջին սերնդի մոդելները, որոնք բազմիցս հաղթահարել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը եւ ըստ լրատվամիջոցի փոխանցել են Իրանի հզորության ուղերձը Թել Ավիվի պատերազմասեր դաշնակցին, որն ապրում է պատրանքների մեջ։ Իրան-Իսրայել հրթիռակոծությանը զուգահեռ Միացյալ Նահանգների նախագահն է հրթիռի արագությամբ նոր գրառումներ տեղադրում X-ի իր էջում։ Թրամփը Իրանին 24 ժամ է տվել հրաժարվելու իր հրթիռային միջուկային
միջուկային ծրագրերից եւ հանձնվելու համար։ Ապա գրել, որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ վերահսկողություն ունի Իրանի օդային տարածքի նկատմամբ։ New York Times-ի տեղեկություններով ամբողջ տարածաշրջանում ամերիկյան զորքը բարձր պատրաստվածության է բերվել մտավախությամբ, որ հակամարտությունը կաճի ավելի լայնածավալ պատերազմի։ Ամերիկացի պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ հարձակման դեպքում Իրանը կարող է ականապատել Հորմուզի նեղուցը Պարսից ծոցում Միացյալ Նահանգների ռազմանավերը արգելափակելու համար։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Ի սկզբանե Միացյալ Նահանգների կողմից արված հայտարարությունը, թե ինքը տեղյակ չի եղել, որ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսելու Իրանի դեմ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ անկեղծ հայտարարություն է եղել։ Ռեպորտաժն ամբողջությամբ մեր հիմնական թողարկման ժամին կդիտենք, իսկ մինչ այդ կարճ հատված։ Կարծում եմ, որ Թրամփը այդուհանդերձ ամենայն հավանականությամբ ինչ-ինչ գործողություններ կիրականացնի, բայց այդ գործողությունները չլինի համակային գործողություններ, միգուցե Իսրայելին կտրամադրի լրացուցիչ տեխնիկական միջոցներ, որովհետև այնինչ Իսրայելը ունի, ոչ ամբողջությամբ կարող է հարվածների արդյունքում ոչնչացնել Իրանի միջուկային, այսպես ասենք, ենթակառուցվածքները։ Իրանի հյուսիսում գտնվող և Հայաստանին սահմանակից պատմական Ատրպատական նահանգում պղտոր տրամադրություններ տարածելու գործը ստանձնել է այսպես կոչված Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժումը, որի նպատակը թյուրքալեզու բնակչությանը կենտրոնական իշխանության դեմ հանելն է։ Շարժման հայտարարություններն ու հռետորաբանությունն ըստ փորձագետների ոչ միայն դրսից ուղղորդված են, այլ նաև ժամանակին չչեզոքացվելու դեպքում ներուժում են ապակայունացնելու Իրանի պետական կառուցվածքը։ Նման զարգացումը կարող է մտահոգիչ լինել հատկապես Հայաստանի համար։ Իրանագետների հետ զրուցել է Աննա Հարությունյանը։ Այսպես կոչված Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժումն իր վերջին հայտարարություններով պարբերաբար կոչ է անում Իրանի Ատրպետական նահանգի թյուրքալեզու բնակչությանը միավորվել եւ դիմակայել Իրանի վարչակարգին, քննադատելով Իսլամական Հանրապետության իբր ռազմատենչ քաղաքականությունը։ Այս կոչերը, որոնք հիմնականում արտաքին աղբյուրներից են գեներացվում, ըստ իրանագետների իրենց մեջ Իրանի ներքին համախմբվածությունը քայքայելու եւ տարածաշրջանային կայունությունը վտանգելու ներուժ ունեն։ Վերջին հայտարարությունները, որ տեսանք Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ղեկավար Չեհրեգանի կամ մամուլի հրապարակումները, որոնք տարբեր այսպես կոչեր են անում, հիմնականում արտաքինից ուղղված կոչեր են Իրանի Ատրպատական նահանգներում ապրող թյուրքախոսներին։ Թե ինչպիսին է այս կողմից, այսպես ասած, արձագանքը, մի փոքր դժվար է դատել ինֆորմացիայի սղության պայմաններում, բայց միանշանակ է, որ Իրանի տարածքում ապրող պանթյուրքիստական գաղափարախոսությունը կրողները այս պահին ավելի շատ այսպես մարգինալացված լուսանցքային խումբ են։ Ատրպատականի վերաբերյալ հաճախ շրջանառվող պատկերացումները հատկապես իրանաբնակ ադրբեջանցիների թվի շուրջ հաճախ չեն համապատասխանում իրականությանը եւ ուռճացվում են։ Ատրպատականի բնակչության մասին միֆերը շատ են։ Հաճախ է շրջանառվում Իրանում իբր բնակվող մինչև 50 միլիոն ադրբեջանցիների քանակի մասին տվյալը, ինչը քարոզչական նպատակ է հետապնդում։ Ատրպատականում եւ այս շրջաններում թյուրքախոսները միասին 11 միլիոն են։ Ատրպատականը մեր աղբյուրներով ավանդված, հայկական աղբյուրներով ավանդված բունտեղանունն է այս նահանգի, որը հետագայում դասական պարսկերենի արտասանությունը արաբականացվելու արդյունքում սկսում է արտասանվել Ադրբեջան եւ այլն։ Հետագայում սա արդեն դարձավ քաղաքականության այսպես թեմա եւ Ադրբեջան անվանումը, որը իրականում երբեք չի պատկանել այն տարածքին, որը հիմա կոչվում է Ադրբեջանական Հանրապետություն Ադրբեջան, դրվեց Ադրբեջանի վրա։ Ատրպատականի ադրբեջանացումը հետո նաև արհեստականորեն ստեղծված հյուսիսային հատվածի մեջ հարավայինը ներառելու գաղափարախոսությունը ըստ թուրքագետների պանթուրանականության հեռահար նախագիծն է։ Այս քաղաքականությունը սկսեց օգտագործվել ընդդեմ Իրանի, փորձելով այսպես քարոզել միասնական ընդհանուր Ադրբեջանի գաղափարը եւ այդպիսով այն գաղափարը, որ ի վերջո այսպես կոչված հարավային եւ հյուսիսային Ադրբեջանները պետք է միանան եւ ստեղծվի մեկ միասնական թյուրքական Ադրբեջան։ Այստեղ նաեւ մտնում են պանթյուրքիստական գաղափարները, ինչպես տեսնում ենք։ Ըստ Անի Մարգարյանի շատ կարևոր է Իրանում ապրող թյուրքախոսների ինքնության հարցը։ Իրականում դա իրանական ինքնությունն է։ Իրանը արդեն ցույց է տվել, թե նման ճգնաժամային պահերին ինչպես են ձևավորվում հավաքական դիմադրության մեխանիզմները։ Իրանագետի խոսքով դրանք գործարկվել են դեռևս անցած դարի 80-ականներին Իրան-Իրաքյան պատերազմում։ Երբ Իրան-Իրաքյան պատերազմի սկզբում Սադամ Հուսեյնը ներխուժեց
Խուզեստան նահանգ հաշվարկն այն էր, որ այստեղ գոյություն ունեցող որոշակի անջատողական տրամադրություն ունեցող ուժերը կմիանան իրեն, սակայն սա լիովին սխալ հաշվարկ էր իրականում եւ հենց Իրան-Իրաքյան պատերազմի ընթացքում երևաց, թե ինչպես են բոլորը միավորվում իրանական ինքնության շուրջ եւ պայքարում հանուն հայրենիքի, որը Իրանն է։ Անի Մարգարյանի կարծիքով նույնը կարող է տեղի ունենալ նաև այս պարագայում, չնայած դրսից երկար տարիներ տարվող քարոզչությանը, տրամադրվող ու ծախսվող ռեսուրսներին, որոնք ուղղվում են այս նպատակին թե Ադրբեջանից, թե Թուրքիայից ու հաճախ նաև Իսրայելից եւ Միացյալ Նահանգներից։ Եվ հենց այդ արտաքին սպառնալիքների ներքո է, որ քննարկման առարկա դառնում է նաև հնարավոր զարգացումների ազդեցությունը Հայաստանի վրա։ Այդտեղ հաճախ ընդունված է որակել, որ Իրանի հյուսիսաբնակ ազերիները կարող են անջատական որևէ շարժում սկսել, սակայն թե որքանով է դրա հավանականությունը մեծ, չեմ կարող գնահատական տալ։ Դեպքում իմ կարծիքով ես մեծ չէի համարի նրան հավանականությունը։ Իրերի այս ներկայիս դրության պայմաններում մեծ չէի համարի։ Տարածաշրջանում սրվող յուրաքանչյուր լարվածություն, նույնիսկ եթե առաջին հայացքից անմիջական առնչություն չունի մեզ հետ, կարող է անուղղակի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Իրանի ներսում ու նրա շուրջ զարգացումները պահանջում են ոչ միայն լրջագույն ուշադրություն, այլ նաև զգոնություն ներառյալ Հայաստանի կողմից։ Անվտանգային մտահոգություններ կարող է եւ պետք է լինեն, հատկապես այն պարագայում, երբ Իրանի ուշադրությունը այլ կողմի վրա է, հատկապես այն պարագայում, որ Իրանին ինչ որ կորուստներ են հասցվում, եւ կարծում եմ, որ սա մեզ համար եւս մտահոգության քննարկման եւ մեր հետագա քայլերը ճիշտ հաշվարկելու առիթ պիտի լինի։ Հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի նկարտումների հանդեպ Հայաստանի տարածքի, ինչ որ առումով նաեւ դա կարող է օրինակ Ադրբեջանը կարող է փորձել եւ օգտվել, կարող է նաեւ չփորձել օգտվել, դա չգիտենք, ամեն դեպքում սպառնալիքը կա, իսկ քանի որ սպառնալիքը կա, սպառնալիքը դիտենք որպես մտադրություն եւ հնարավոր գումարած հնարավորություններ, քանի որ սպառնալիքը կա, սա էլ պետք է աչքի տակ ունենալ, սրանք են հիմնական մարտահրավերները, որ տեսնում եմ։ Ատրպատականի շուրջ ծավալվող քաղաքական խոսույթը խճճված պատմական միֆերով եւ արտաքին ազդեցություններով բացահայտում է տարածաշրջանի խոցելի հավասարակշռությունը։ Այլ խոսույթներ էլ կան, օրինակ այն, որ դեպի Իրանի տարածք կործանիչներ եւ անօթաչու սարքեր են թռչում Ադրբեջանի տարածքից, կամ այն, որ երբ որ 6 տարի փակ սահմաններ, շամաքային փակ սահմաններ ունենալուց հետո Ադրբեջանը բացեց Աստարայի անցակետը, այնտեղով անցան եւ դուրս եկան Իրանից նաեւ Մոսադի լրտեսները։ Այս ամբողջ խոսույթը եւ տրամադրությունները հաճախ կիսում են նաև իրենք ատրպատականցիները։ Իրանի ներքին միասնությունը չնայած պանթուրքիզմի կոչերին ըստ փորձագետների մնում է կայուն, սակայն առաջացող լարվածությունները լրացուցիչ մարտահրավեր են Հայաստանի անվտանգության համար Ադրբեջանի հնարավոր նկրտումների ֆոնին։ Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում մեր զրուցակիցների համոզմամբ Հայաստանը պետք է գործի ճշգրիտ հաշվարկով եւ անսասան վճռականությամբ պահպանելու իր դիրքերն ու խթանելու տարածաշրջանային խաղաղությունը։ Աննա Հարությունյան, Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Վարդան Պողոսյան, Ռիոփն մեդիա։ Իսրայելի հայ համայնքային գործիչներից իսրայելահայ երպարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը Ռիոփն մեդիային մեկնաբանություններ է տվել Իսրայելի մեր հայրենակիցների ու հրթիռակոծությունների մասին։ Ամբողջական ռեպորտաժը մեր եթերում կլինի հաջորդ թողարկումներում, իսկ այժմ դիտենք մի հատված։ Բարեբախտաբար հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չունենք, բարեբախտաբար։ Ընդհանուր լարված իրավիճակ է, ասենք տարբեր օրվա կտրվածքով մի քանի անգամ հրթիռահարումներ են լինում, գիշերը հրթիռահարումներ են լինում, նաև ԱԹՍ-ներ են բաց թողնվում Իսրայելի հյուսիսի եւ կենտրոնի ուրեմն ուղղությամբ։ Համացանցում լուսանկարներ են տարածվել Մեղրու անցակետից, իսկ երեկ մեզ հետ զրույցում Մեղրու համայնքապետն ասաց, որ Իրանից մարդկանց հոսքը սովորականից ավելի է, բայց մտահոգիչ չէ։ 2022 թվականին, երբ սկսեց ռուս-ուկրաինական պատերազմը եւ երկու երկրներից մեծացավ հոսքը դեպի Հայաստան, մեր երկրում վարձով տների գները թանկացան։ Որոշ վարձատուներ ընդհուպ տնից դուրս հանեցին հին վարձակալներին ավելի բարձր գնով հաճախորդ գտնելու հույսով։ Այս պահին վարձով բնակարանների թանկացման վտանգ չկա, ըստ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Արությունովի։ Խոճապ պետք չէ տարածել, պայմանագիրը երաշխիք է թե վարձակալների, թե վարձատուների համար։
Իսրայելցի լրագրող Էյալ Բերկովիչը սկանդալային հայտարարություն է արել։ Մեջբերեմ, քառորդ եզրափակիչում Համասին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ եզրափակիչը Թուրքիայի հետ կանցկացնենք, ակնարկելով, որ Իրանից հետո Իսրայելի համար հաջորդ հարձակման թիրախը Թուրքիան է լինելու։ Այս խոսքերին արձագանքել է թուրք պատգամավոր Շահզադե Դեմիրը մեջբերեմ։ Նման խոսքերը փաստորեն արդեն բացեիբաց են ասվում։ Երբ այս հրեշի հարևաններին կուլ տալու պլանն ավարտվի, հերթը Թուրքիային է հասնելու։ Թուրք պատգամավորը պահանջել է նույնականացնել Թուրքիայում ազգանունների օրենքից հետո իրենց անունները փոխած հրեաների ինքնությունը։ Իդեպ այսօր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը եւ երկրի զինված ուժերի հրամանատարական կազմ այցելել են Վան, Իրանի հետ սահմանին գտնվող Զորամասեր ստուգայցի։ Հետաքրքրական է նաեւ, որ թուրքական մերձիշխանական Յենի Շաֆակ կայքում հրապարակվել է Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի վերնագրով ծավալուն հոդված։ Հայաստանում Իրանի դեսպանությունը ի պատասխան Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարության, որում զգուշացվում էր Միացյալ Նահանգների քաղաքացիներին չմոտենալ Հայաստանում իրանական կառույցներին, դեսպանատանը նույնիսկ Երևանի Կապույտ մզկիթին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ամերիկյան դեսպանության նախորդի հայտարարության նպատակը կասկածի ու վտանգի մթնոլորտ ստեղծելն է Հայաստանում իրանական կառույցների շուրջ։ Միաժամանակ հայ ժողովրդի եւ Իրանի ու նրա կառույցների միջև եղբայրական, բարեկամական ու հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալու փորձ։ Ցանկանում ենք հիշեցնել Միացյալ Նահանգների դեսպանությանը, որ նրա մոլորեցնող ու հնացած մեթոդները որևէ արժեք չեն ներկայացնում մեր բարեկամ ու հարևան երկիր Հայաստանում։ Հայաստանի ժողովրդի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապն անքակտելի է, ասված է հայտարարության մեջ։ Ժամանակակից աշխարհում ամեն ինչ կարող է փոխվել մեկ գրառմամբ, մեկ հոլովակով, մեկ կոճակի սեղմումով, բայց արդյոք այն, ինչ տեսնում կամ կարդում ենք, իսկապես ճշմարիտ է։ Այսօր, երբ տեղեկատվությունը հասանելի է բոլորին, դժվար է պարզել, թե լուրն իրականությանը համապատասխանում, որ լուրն է իրականությանը համապատասխանում եւ որը մոլորեցնում։ Կեղծ լուրերը թաքնվում են վստահելի վերնագրերի հետևում, տարածվում սոցիալական ցանցերում, հաճախ խլելով մեր հանգստությունը, ձևափոխելով կարծիքներ, նույնիսկ կործանելով մարդկային հարաբերություններ։ Ոմանք մի քանի վայրկյանով կարդում են ու մոռանում, իսկ ուրիշների կյանքերում այդ կեղծիքը թողնում է խոր հետքեր։ Այսօր փորձելու ենք հասկանալ ինչու են ստեղծվում կեղծ լուրեր եւ ինչպես պաշտպանվել ինֆորմացիոն խաբեություններից, քանի որ ճշմարտությունը թեկուզ երբեմն լռում է, միևնույն է հաղթում է, իսկ նախքան հաղթելն այն պահանջում է մեկ բան՝ գիտակցում։ Դիտենք Դավիթ Գենջոյանի պատրաստած տեսանյութը։ Իսրայելա-իրանական բախումների ընթացքում արհեստական բանականության կիրառմամբ համակարգերի դերը կտրուկ մեծացավ ոչ միայն հակամարտող կողմերի հանրություններում բարեհոգեբանական դիմակայության ու կայունության եւ իրադարձությունների զարգացման հետևող միջազգային հանրության տրամադրություններում, այլև բուն ռազմական գործողություններում։ Մասնավորապես Իսրայելի երկաթե գմբեթ հակարդյուրային պաշտպանության համակարգը կիրառում է արհեստական բանականությամբ ալգորիթմներ, մուտքային հրթիռների ու ԱԹՍ-ների ուղիները արագ հաշվարկելու եւ հասցեագրվող վտանգը կանխատեսելու համար։ Սա թույլ տվեց իրական ժամանակում բարձր արդյունավետությամբ որսալ Իրանից արձակված հրթիռների ու անօդաչու սարքերի զգալի մասը։ Վերլուծությունները փաստում են, որ մեքենայական ուսուցման բարելաված մոդելները կարողացել են կանխատեսել անօդաչուների թռիչքի ուղիները, բարձրացնելով խոցման արդյունավետությունը մինչև 96%։ Մոսադը նախապես գաղտնի ներմուծել ու Իրանի տարածքում տեղակայել էր հարվածային ԱԹՍ-ների պարսեր, որոնք հարվածեցին Թեհրանի մերձակայքում գտնվող իրանական հրթիռային կայաններին։ Նմանատիպ գործողություն վերջերս իրականացրել էր նաև Ուկրաինան։ Նման հնարքը ամենայն հավանականությամբ իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ, միաժամանակյա բազմաթիրախ հարձակումը համակարգելու նպատակով։ Տեղեկատվական ճակատում երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաներ, հասարակական կարծիքը իրենց օգտին շրջելու եւ հակառակորդի տեղեկատվական դաշտի աշխատանքը խաթարելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը օգտագործել է իրական ժամանակում թարգմանող արհեստական բանականության գործիքներ, որպիսի սեփական ուղերձները մի քանի րոպեի ընթացքում փոխանցվեն պարսկալեզու կամ արաբալեզու լսարաններին։ Ինչպես տարբերակել արհեստական բանականությամբ գեներացված արհեստական տեսանյութներ իրականից եւ խուսափել տեղեկատվական ծուղակներից։ Միակ խորհուրդը, որ ես ընդհանուր կարամ տամ, գլխավորը նայեք որտեղից եք նայում ինչ որ նյութ։ Եթե դա ինչ որ լուրջ աղբյուրա լուրջ լրատվամիջոց է, այդ դեպքում կարող համոզված լինեք, որ իսկական է։ Իսկ ինչ որ Telegram-ում եւ սոցցանցերում տարածվում է, ես խորհուրդ կտամ դրա վրա ուշադրություն չդարձնել ու ընդհանուր գնալով դա տենց հալնելու։
Մասնավորապես Թել Ավիվի տարհանման վերաբերյալ կոչի իսկությունը չի հաստատվել։ Համացանցում ակտիվ տարածվում է մի հայտարարություն։ Կոչ են կանում Թել Ավիվի բնակիչներին անհապաղ լքել քաղաքը։ Այն վերագրվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Պաշտոնական աղբյուրներում նման կոչի մասին տեղեկություններ չկան։ Իսրայելը-իրանական բախումներն ուղեկցվեց նաև սոցիալական ցանցերում ապա տեղեկատվության հորձանքով, որի զգալի մասը ստեղծված էր արհեստական բանականության միջոցով։ Մի շարք վերլուծություններ փաստում են, որ Իրան-Իսրայել հակամարտության սրացման հետ մեկտեղ բազմաթիվ կեղծ լուսանկարներ ու տեսանյութներ էին տարածվում թվային տիրույթում։ Որոշները գեներացված էին արհեստական բանականությամբ, մյուսները չէին համապատասխանում ժամանակագրական առումով։ Մասնագետները հորդորում են ստուգել տեղեկությունը, նշելով, որ կան մի քանի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ AI-ով գեներացվածը միշտ ունի սպეციფიკա շարժման հետ։ То есть ուշադրություն դարձրեք ոնց է շարժվում, շարժումը եթե մի քիչ ավելի գրաֆիկային նման է, ավելի կոմպյուտերային խաղի նման է, կարա դա ծառայի որպես ապացույց, որ դա գեներացված է, եւ երրորդը դա որակն է, որպես կանոն որակը շատ գեր լավ չի լինում, դա նաև հատուկ են անում, որպեսզի դու դետալները վատ տեսնես, բայց նաև այն եմ ասում, եթե ուզենաս անես տենց որ չտարբերվի, գոյություն ունեն թուլեր, որ իր որակը լավացնում է եւ դարձնում է բարդ։ 2025 թվականի բախումներն ընդգծեցին արհեստական բանականության կարևորությունը ժամանակակից հիբրիդային հակամարտություններում։ Տեղեկատվական դաշտում արհեստական բանականությունը խորացրեց տեղեկատվական ճգնաժամը, դժվարացնելով ճշմարտության բացահայտումը։ Նման մեթոդները ցույց են տալիս, որ արհեստական բանականությունը ոչ միայն ռազմական, այլև հոգեբանական պատերազմի գործիք է, որի ազդեցությունը կշարունակի անշեղորեն աճել։ Դավիթ Գենջոյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ջալալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5.5 տարի ազատազրկման։ Գործը հարուցվել էր պարզելու 44-օրյա պատերազմում Ցորի D20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու հանգամանքները։ Զոհվածների հարազատները ծափահարել են դատավճռի հրապարակումից հետո։ Ըստ մեղադրանքի Հարությունյանը մոտեցող թշնամուն ներկայացրել է որպես մերոնքական, ինչի հետևանքով տղաները չեն կարողացել պաշտպանվել։ Հարությունյանը չի ընդունում։ Մինչև միջազգային հարթակներում խաղաղության կեղծ սպիտակ դրոշն են ծածանում ադրբեջանցիները, Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործով դատական հերթական բեմադրությունն է շարունակվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ մի շարք այսպես կոչված տուժողներ են ցուցմունքներ տվել, հարցաքննությանը սկսվելուց առաջ դատավոր Զեյնալ Աղայևը տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին բացատրել է նրանց իրավունքները։ Մի շարք տուժողների իրավահաջորդներ պատմել են իրենց որդիների կամ մյուս հարազատների զոհվելու հանգամանքները Բերձորում, Քարվաճառում եւ այլ վայրերում։ Այս ներկայացման հաջորդ էպիզոդը հունիսի 24-ին է։ Անցած գիշեր ռուսական կողմի հրթիռակոծության թիրախում Կիևն ու Զապորոժիեն են եղել։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորվել է 200-ից ավելի մարդ։ Ուկրաինայի ուղղությամբ հարձակվել է 440 անօդաչու թռչող սարք, 20 թևավոր հրթիռ, 2 բալիստիկ հրթիռ եւ 9 կառավարվող հրթիռ։ Հարձակման հիմնական թիրախը Կիևն է եղել։ Զապորոժիեում շահիդ դրոնների հարվածների հետևանքով բռնկվել է 3 խոշոր հրդեհ, ավերվել են պահեստներ, հրդեհվել մեքենաներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը գտնվում է Կանադայում G7 գագաթնաժողովին մասնակցելու համար, հարձակումները որակել է ահաբեկչություն եւ կոչարել միջազգային հանրությանը արձագանքել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշեր մի քանի մարզերի երկնքում խոցել է գրեթե 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվայի եւ մի քանի այլ քաղաքների օդանավակայանները ժամանակավոր փակվել են։ Գերատեսչությունը նաև հայտնել է Սումի մարզի Նովոնիկոլաևկա եւ Խարկովի մարզի Դոլգենկոե բնակավայրերի գրավման մասին։ Աչքի են ընկել ռուսական զորքերի հյուսիս եւ արևմուտք խմբավորումները։ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը այցելել է կենտրոն խմբավորման առաջնային կառավարման կետեր, լսել հրամանատարների զեկույցները, նոր առաջադրանքներ տվել Դոնեցկի մարզի մնացած տարածքը շուտապույտ գրավելու մասին։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցը Washington Post-ին ասել է, որ ռուսական կողմի հրթիռային հարվածներն ակտիվացել են եւ ավելի խոշոր վնասներ են պատճառում, քանի որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքին է ուղարկել 10,000 արկ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համար անօդաչուներից պաշտպանվելու նպատակով։ Ուկրաինական հատուկ ծառայությունը դրությունը գնահատում է շատ վտանգավոր, քանի որ ուկրաինական հակաօդային պաշտպանությունը շահետների դեմ պայքարի նոր լուծումներ չի գտել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան դեռևս չունի հստակություն, թե երբ կկայանա Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլը, սակայն մոտ ժամանակներս այդ հստակությունը կարող է ձևավորվել։ Նա նշել է, որ ռուսական կողմը կատարել է Ստամբուլյան բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Նրա խոսքով մոտ ժամանակներս կգա ժամանակը հասկանալու
այդ աշխատանքի շարունակական հնարավոր ժամկետները։ Նախորդ օրերին ռուսական կողմը փոխանցել է 6000-ից ավելի զոհված ուկրաինացիների մարմիններ, կողմերը նաև 1000-ից ավելի գերիներ են փոխանակել։ Աննա Հարությունյան, Open Media։ Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նրա խոսքով Բրյուսելը մտադիր է 2027 թվականից ընդմիշտ հրաժարվել ռուսական գազից, որպեսզի Մոսկվան էներգետիկ լծակը որպես զենք չօգտագործի Եվրոպայի դեմ։ Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը որոշել է Դոմոդեդովո օդանավակայանը բռնագրավել պետության օգտին։ Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։ Այսքանը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, մեր հաջորդ թողարկումն էլ 21:00-ին է, իսկ բազմալեզու թարմ լրատվությունը մեր սոցիալական հարթակներում կգտնեք արդեն 21:00-ի թողարկումից հետո ամեն օր։ Ես Անի Զաքարյանն եմ, կհանդիպենք։